Իդեպ նաև ես ուզում եմ հիշեցնել, հիշում եք չէ, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ իր իդեալը պապ թագավորն է։ Եվ հիմա, երբ որ մենք տեսնում ենք Նիկոլի հռչակած այս սրբազան պատերազմը հայ առաքելական եկեղեցու դեմ, հիշում ենք, որ պապ թագավորը այն եզակի թագավորներից էր, ով նզովվել է եկեղեցու կողմից, եկեղեցուն հայտարարած պատերազմի համար։ Հիշում ենք, չէ, որ այս պապ թագավորն էլ, ով Նիկոլի իդեալն է, պատերազմ էր հայտարարել Ներսես մեծ կաթողիկոսին եւ նզովվեց հայ առաքելական եկեղեցու կողմից։ Հիմա Նիկոլը իր իդեալ պապ թագավորի ոգով, որին համարում է իր իդեալը եւ կարծում է, որ ինքը պապ թագավորի հոգևոր ժառանգորդն է, հա, հիշում եք իր ելույթը պապ թագավորի մասով, ոգևորվելով իր իդեալի հակաեկեղեցական արշավից հայ առաքելական եկեղեցու դեմ, որոշել է պատմության մեջ մնալ որպես երկրորդ պապ թագավոր եւ նզովյալ պատերազմը հայտարարել հայ առաքելական եկեղեցուն եւ վեհափար հայրապետին։ Ընդհանրապես ես բազմիցս ասել եմ, որ այս տղան Նիկոլ Փաշինյանը ողբերգական կերպար է իրականում, ինքը հասկանում է, որ ինքը պատմության մեջ մնալու է որպես դարի հողատուն, դարի կապիտուլյանտը, դարի հակահայը եւ հիմա ուզում է, որ այդ ամեն ինչի կողքին մնա նաեւ որպես դարի հակաքրիստոնյան, փորձելով կրկնել տխրահռչակ պապ թագավորի ճակատագիրը։ Նիկոլ, դու այնքան այլևս ճակերտավոր կոչումներ ունես պատմության մեջ մնալու որպես դարի հակահայ, դարի հողատու, դարի կապիտուլյանտ, Արցախ հանձնող, որ այդ քո կոչումներին եւս մեկը ավել կամ պակաս մի հատ էլ հակաքրիստոնյա, մի հատ էլ հակաառաքելական եկեղեցական մի ավելացրու, այդ կոչումները բավարարեն պատմության մեջ քո անունը որպես պատմության հայ ժողովրդի պատմության թիվ 1 հակահայ գրելու համար։